Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում է Արենան է, ես Արտուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ Հարվարդի համալսարանի մագիստր հասարակական գործիչ Հովհաննես Ավետիսյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ավետիսյան, մենք ականատես եղանք Թրամփ-Զելենսկի հանդիպմանը եւ հետաքրքիրը որն էր, որ հայ հարույթը սկսեց քննարկել իրենց այս չակերտավոր երկխոսությանը եւ ինչ տեղի ունեցավ Զելենսկուն նմանացրեցինք Նիկոլի հետ, որ հեսա Նիկոլն է նույն ճակատագրին արժանանալու, բայց այստեղ լիքը առանձին եւ շատ տարբեր բաների մասին ենք, հա, մենք խոսում։ Հիմա կուզենայի հասկանալ Զելենսկին Նիկոլի հետ ինչ կապ ուներ եւ այս իրադրության մեջ Նիկոլի գնալը ինչքանով է պայմանավորված Թրամփի տրամադրության հետ։ Նրանց նմանությունը մի բանում միանշանակ է, երկուսն էլ գործիք են ու երկուսն էլ գործիք են արևմտյան ուժերի ձեռքում, եթե չկոնկրետացնենք որ ուժերի, արևմտյան ուժերի դեպքում եւ երկուսին էլ փորձում են օգտագործել մի նպատակի համար։ Այդ նպատակն է Ռուսաստանի բուֆերային գոտիները կտրել Ռուսաստանից եւ օգտագործել Ռուսաստանի դեմ, հաջորդիվ ունենալով նպատակ Ռուսաստանը մասնատելու, այսինքն նրանց ցանկությունը այսպիսին է, որովհետև ռեսուրսների մեծ պահանջարկ կա եւ այդ փորձերը շարունակաբար են անելու, այսինքն բացի նրանից, որ ռեսուրսները դասական ճանապարհով գիտենք պետությունները իրար հետ կիսում են առևտրի միջոցով, դրանից զատ արևմուտքը շարունակաբար փորձելու է եւ չի դադարելու Ռուսաստանի մասնատման ուղղված գործողությունները եւ այդ համատեքստում այդ երկուսի նույնականությունը միանշանակ այդ մի գործոնում է։ Մենք օրինակ տեսնում ենք արևմուտքի, երբ որ հետ ենք նույնիսկ գնում, արևմուտքի խառնակցությունը, հա, հիմնականում, երբ որ իրենք թաթը դնում են տվյալ պետության վրա, որպեսզի ներսում խժդժություններ մտցնեն, եւ Ուկրաինայի հարցում կարծես իրենք հաջողել են, հա, որովհետեւ բացի այս զոհերը, որ կան, նաեւ Թրամփը մեղադրեց, որ մենք այսքան փող ենք տվել, ուր են զենքերը եւ այլն, եւ հաջողության չես հասել։ Հիմա այս պարագայում, երբ որ մենք հիմա այն իրադրության մեջ ենք, որ Սյունիքն է վտանգի տակ եւ նաեւ Տավուշում սահմանազատում եւ սահմանագծումը տեղի ունենալու, այս աշխարհաքաղաքական իրավիճակը ուսումնասիրելով եւ հասկանալով մեզ մոտ իրադրությունը ներքին քաղաքական եւ արտաքին ինչպես է դասավորվելու։ Եթե թույլ տաք մի քիչ հեռվից կամ համատեքստը մարդկանց ներկայացնենք, որ ավելի պարզ լինի ինչի ենք մտածում կոնկրետ մեր վիճակը, ինչպիսին է եւ ինչա լինելու, որ մարդկանց չթվա թե ուղակի տեսակետ ենք հայտնում, էլի։ Ուրեմն հակամարտությունը արևմուտք եւ արևելք մասնավորապես Ռուսաստան, գիտենք որ դարերի պատմություն ունի։ Իդեպ այսօր Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքման օրն է մարտի 3-ը։ Սա նշանակալի օր է նաև նրանով, որ Հայաստանը կորցրել է Կարսը։ Դե Հայաստանը այն ժամանակ որպես այդպիսի նոր ձևավորվող process-ներ էր, սովետներն էին փորձում բանել, բայց այդ ընթացքում առաջի աշխարհամարտից երբ որ Ռուսաստանը դուրս էր գալիս, քանի որ սովետները Լենինի գլխավորությամբ սովետական ուժերը, կոմունիստական ուժերը ավելի ճիշտ գրավեցին իշխանությունը կայսերական Ռուսաստանում, որոշեցին միակողմանի, որ երկրորդ, չնայած որ առաջին համաշխարհայինում Գերմանիան եւ Դաշնակից ուժերը պարտություն կրեցին, բայց Ռուսաստանը, սովետական Ռուսաստանը մեծ տարածքներ զիջեց եւ այդ թվում Կարսն ու Բաթումը։ Այն մյուս տարածքները ճիշտ է հետո ինքը հետ բերեց, բայց Կարսն ու Բաթումը հաջորդիվ համաձայնագրերով Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան պահեց իրեն։ Հիմա տեսեք, այս էլ կապ ունի այդ ամեն ինչի հետ, որովհետև այդտեղ այդ process-ներում Ուկրաինան նաև Գերմանիան էր պարտադրում, որ Ուկրաինան ճանաչվեր անկախ պետություն որպես այդպիսին Ռուսաստանից անջատ, ինչու որպեսզի ռեսուրսների մեծ
մուտք ունենան։ Ուկրաինան միշտ համարվել է արևմուտքի հացահատիկի զամբյուղ, հենց այսպես էլ ասել են իրեն, որտեղ մեծ տարածքներում հիմա էլ գիտեք, որ տարիներ են եղել, որ աշխարհում առաջինն եղել ցորենի արտահանումով, հիմա այս վերջերս Ռուսաստանն է առաջինը պատերազմական վիճակներով պայմանավորված։ Հիմա տեսեք, ԱՄՆ-ը, ինչպես նախորդիվ ասացի, օրակարգ ունի, մասնավորապես ԱՄՆ-ը Ռուսաստանից տարածքներ պոկելու։ Գլխավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ այդ կոնֆլիկտը, որ եկավ հասավ սրան, հասավ պատերազմի, ու նաև մեր վրա անմիջապես ազդեցություն ունի, դա 2009 թվականին էր Բուխարեստի մարտի հայտարարությունը, ՆԱՏՕ-ի հայտարարությունը առայն, որ Ուկրաինան եւ Վրաստանը իրենք տեսնում են ՆԱՏՕ անդամ պետություն, այսինքն հեռանկարում իրենք ուզում են, որ դրանք միանան։ Ռուսաստանը նրանց զգուշացնում է, հենց ուղիղ տեքստով, ասում է, որ դա արգելված տարածք է մտնելու, դա իմ բուֆերային գոտիներն են եւ ես չեմ հանդուրժելու դա։ Եթե հիշում ենք, ես 2009 ասացի 8 թվին, օգոստոսին, 8 թվի օգոստոսին էր, չէ, Վրաստանի պատերազմը տեղի ունեցավ կարճատև եւ Վրաստանը տարածքներ կորցրեց։ Այդ իրադարձությունը հաջորդում է դրան, այսինքն Ռուսաստանը մտնում է ուժով Վրաստան, Աբխազիայի պատերվակով եւ այդ process-ները սկսում են հենց այդ հայտարարությունից, որ դրանք պետքա մտնեն ՆԱՏՕ։ Այս ՆԱՏՕ մտնելու եւ Եվրո անդամակցության եւ հակառուսականության քարոզները այս երեք ուղղությունով զուգահեռ են գնում։ Եթե ուշադրություն դարձնեք, մեր դաշտում էլ է նույնը։ Հիմա տեսեք, սրան հաջորդում է ուկրաինական իշխանափոխություն հեղաշրջումներ 14 թվին։ Հենց անմիջապես դրան հաջորդում է Ղրիմի վերցնելը Ռուսաստանի կողմից, հա, դե մեծամասնությունը այնտեղ ռուսներ են, իրենք հանրաքվե են կազմակերպում եւ այլն, այդ էական չէ, վերցնում են։ Դրան հաջորդում է process-ներ անկախության այս Դոնբաս, այս մյուս տարածքում Ուկրաինայի արևելքում, ինչու, որովհետեւ էլի, ես էլ ասենք մարդիկ իմանան, ուկրաինացիները ռադայով ռուսական լեզվի դեմ ոտնձգություն են անում, այսինքն որ այդ տարածքներում գիտենք մեծամասնությունը ռուսներ են։ Հիմա ես ինչի համար եմ ասում։ Այդ հակամարտության մեջ, էլի ինչպես ասացի արդեն, արևմուտքը փորձում է Ռուսաստանին հանել այդ տարածքներից, որոնք պոստսովետական են եւ իր բուֆերային գոտին են, իր, այսպես ասած, անվտանգության ապահովման տիրույթ է դիտարկում Ռուսաստանը եւ կռիվ է տալու այնքան ինչքան հնարավոր է։ Ինչ որ պահի կարա ինչ որ բան զիջի, օրինակ ինչպես մեր մոտ տեղ ունեցավ, բայց դրանց համար նա կռիվ է տալու, որովհետև էլի իր համար անվտանգային մեծ խնդիրներ են առաջանում, եթե օրինակ այնտեղ ՆԱՏՕ-ն զորքեր տեղակայի։ Հիմա այդ համատեքստում Հայաստանը, երբ որ քարտեզով նայում ենք, հանդիսանում է թուրքական աշխարհների արանքում։ Եթե այդ թուրքական աշխարհները միանում են, իդեպ այդ թուրքական աշխարհները մարդկանց թվում է թե Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, թե չէ, այն շարքով որ գնում է, մարդիկ շատերը գիտեն, որ դրանով ավարտվում է, բայց ինքը շարունակվում է։ Մոնղոլիան, Կորեան եւ Ճապոնիան, դրանք նույն միջինասիական, այդ թուրքական ցեղերի մշակութային լեզվական կրողներն են։ Իրանք նույն արմատը ունեն, այդ ժողովուրդները։ Այս ժողովուրդները իրար աջակցում են շարունակաբար։ Եվ եթե այս աշխարհները Հայաստանը այդ Միջանսկի տեսքով կամ Սյունիքը կորցնելով հնարավորություն է տալիս միանան, ինչը նաև արևմուտքի օրակարգն է, դա անմիջապես սկսում է աշխատել Ռուսաստանի դեմ։ Այսինքն այդ տիրույթում, որ այդ պետությունները դառնան ու ինչ որ պահի չի բացառվում թուրքախոս պետությունների օրինակ միություն ստեղծվի, թեկուզ տնտեսական, հա, դրանք հզորանալով այն մուսուլմանական պետությունները Ռուսաստանի հարավում որ կան, գիտենք, չէ, փոքր լիքը կան, հա, ասենք սկսած այնտեղ դաղստացիներ, չեչեններ, մյուս, հա, սրանք փորձելու են մասնատվեն, անջատվեն։ Ու նրանք էլ այդ ուղղությամբ գործողություններ են անելու։ Հիմա ինչ է ստացվում, Ռուսաստանը այդ Միջանսկի իրականության մեջ հիմա քարոզիչները Հայաստանում արևմտյան ինչ են ասում են, որ Ռուսաստանն է Միջանսկ ուզում, դրա համար FSB-ն ասում է ես պետք է վերահսկեմ եղել, բայց Ռուսաստանը խնդիրը չի։ Խնդիրը այն է, քանի որ հայկական իշխանությունները ունեն թուրքական հովանավորչություն։ Եվ այդ Միջանսկը հենց իրենց է պետք։ Ռուսներն էլ ասում են, դե եթե այս հայերը այսքան անուղեղ են,
այս միջանցքը պետք է տան։ Ու այս միջանցքն էլ տնտեսական մեծ հնարավորություններ ունի եւ զորանալու են հենց այդ թուրքական աշխարհները, որը հնարավոր է իմ դեմ օգտագործվի շատ մեծ հավանականությամբ։ Ես պետք է տեղ այդ միջանցքի վրա վերահսկողություն ունենամ, որովհետեւ կարողանամ վերահսկելի դարձնել այդ process-ը եւ ինչ-որ բայի կանխել միջամտեմ, հա, այդ կանխելը կարա պատերազմ հրահարի ինչ-որ մի բան անի, փակելու համար այդ դեպքում։ Հետաբար Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի վերահսկողություն ունենալ այդ միջանցք կոչվածի վրա։ Եվ շարունակաբար, ինչը մեր հանրությունից թաքցրել են, Արցախի հիմնախնդիրը եւ այդ թուրքական աշխարհները միացնող կամ Սյունիքը տալը կամ Մեղրին տալը, չգիտեմ, կամ Միջանցքը, ասես մեծից փոքրացնում է։ Մինիմումը Միջանցք, մաքսիմումը Սյունիքը ամբողջ վերցնել։ Միշտ եղել է օրակարգում, այսինքն այդտեղ միայն Արցախի հիմնախնդիր չի եղել։ Եվ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում նաև կարծում է տարբերության որոշակի ուժերի կողմից հրահրված կամ իրեն խոստումներ տված մի բան է եղել, որ գիտես ինչ, դու կանես դա, մենք պատերազմը կդադարեցնենք ու դուք խաղաղ հանգիստ կապրեք, այնիշ դա տեղի չի ունենալու։ Եվ երբ ասում եմ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին, եթե համարում ենք ինքը մեզանից մեկն է, այլապես եթե համարում ենք, որ ինքը մեզանից մեկը չէ, որտեղ այդ վերսիան էլ կա, չէ, հələ պետքա պարզվի հաջորդին ինքը ով էր։ Ծագումնաբանությամբ նկատի ունեմ։ Մենք կարող ենք ասել, որ ինքը շատ հաջող գործում է նրանց օգտին։ Եթե ասում ենք ինքը մեզանից էր, ինչու է դավաճանել, որտեղ մեր հայկական շահերը պահանջում էին եւ պահանջում են, որ Արցախը լինի հայկական շահերը պահանջում են, որպեսզի այդ միջանցք կոչեցյալը չլինի, ընդհանրապես այդ թուրքական աշխարհները չկպնեն իրար, որտեղ մեզ են կուլ տալու հաջորդիվ։ Եվ հայկական շահերը պահանջում են Այս էլ շատ կարևոր, եթե չասեմ այդ կարևորների կարևոր, հայկական հարցի, այսինքն ցեղասպանության ճանաչումը, հա։ Այն մարդիկ, որ ասում են 100 տարի է չի եղել, բան, ուրեմն դա կեղծ թեզեր են դրանք, ինչու, որովհետև պետությունների շուրջ process-ները տարիներով չեն չափվում, այլ տասնամյակներով եւ դարերով, եւ արդարության վերականգնումը հայկական ցեղասպանության ճանաչումը շատ մեծ կարևորություն ունի։ Եվ այսօր օրը, որ նշեցի, նաև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի նույն Գերմանիան որպես դրա կողմ եւ տեղյակ այդ առաջին աշխարհամարտում ինչքան հայեր են կոտրել ու սպանել, իրենց արխիվներում բազում փաստեր կան դրա շուրջ, բազում։ Եվ շարունակաբար այդ արխիվների գերակշռ մասը ես համոզմունք ունեմ, որ դա չեն բացվում դեռ, ԱՄՆ-ում էլ վերջերս որոշ արխիվներ բացահայտվեցին, եթե տեսել եք վավերագրական ֆիլմեր, տեսանյութեր, մինչ այդ նկարներ էին միայն հանում հայերի տեղահանման վերաբերյալ, հա։ Հիմա սրանք ինչու եմ ասում, Արցախի հանձնելը, Արցախի կորուստը անմիջապես կապ ունի Ռուսաստան արևմուտք այդ հակամարտության հետ, անմիջական կապ ունի Հայաստանի տարածքը Ռուսաստանի դեմ եւ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու տարածք դարձնելու հետ եւ այս իշխանությունները դեռ մենք կպարզենք դիտավորյալ թե չգիտակցելով, բայց կարծում եմ դիտավորյալ սպասարկում են այդ օրակարգը։ Դե դրա համար էլ հիմա ցեղասպանության մերժումը օրակարգը քաշել։ Դրա համար էլ, այո, եւ դա էլ հետեւաբար այդրանք փաստեր են արդեն, մենք այդ փաստերից ելնելով կարող ենք հետևություն անել, որ իրենք դիտավորյալ են այդ օրակարգը գիտակցելով, այսպես ասենք, գիտակցելով են այդ օրակարգը առաջ տանում։ Այդ որ օրակարգն է, էլի ասենք, այդ այն իրավունքի օրակարգն է, որ ներկայիս աշխարհակարգը հենվում է դրա վրա։ Այսինքն մարդու բնական իրավունքներ, կյանքի ազատության, սեփականության իրավունք, ես դրա մասին շատ եմ խոսում։ Բոլոր պետությունները մահականդամ այս հիմնարար բանաձևի շուրջ են իրար հետ հարաբերվում եւ երբ արցախցիներին տեղահանել են, հա, թարմօրինակն եմ ասում, դրանք կորցրել են ունեցված, սեփականության իրավունք է ոտնահարվել։ Իրենց ազատությունից են զրկել, որտեղ ազատ չեն, հիմա չեն կարող բնակվել իրենց հայրենի տարածքներում։ Եվ երրորդ սպանել են իրենց, գերեվարել են հիմա էլ հայ լինելու համար, ազատության համար պայքարելու համար են իրենց հետապնդում, մինչև հիմա էլ Բաքվի բանտերում։ Այս նույն բանը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության օրոք, եւ դա հետևանք չի ունեցել։ Դրա հետևանքը պետք է լինի արդարադատություն, այսինքն չի կարող մի ամբողջ ժողովուրդ միլիոնից ավել սպանվել, մորթվել եւ կորցնել հայրենի տարածքին եւ դա հետևանք չունենա։ Աշխարհը չի կարող աշխարհակարգը ներկայի
արդարությունից խոսել չի կարող բարեկեցության մեջ կայուն աճ ունենալ, եթե այս հարցերը անտեսվում են։ Ինչու եմ սա ասում, այս հարցի առաջին, եթե ոչ միակ շահառուն հայ ժողովուրդն է։ Եվ եթե մեկը իրեն իրավունք է վերապահում, սա ասենք նաև հաջորդի մյուս բոլոր իշխանությունների համար, որ այս հարցը կգա եւ կասի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարց չի պետք է հանվի եւ այլն, հայ ժողովուրդը իրան միանգամից դավաճան պիտի կարգի։ Որտեւ հայկական շահերի նման շահերի ուրացումը շատ վտանգավոր հետևանքներ ունի, մասնավորապես հետևանքներ, որ հայկական գործոնը այս տարածաշրջանից ընդհանրապես կարող է վերանալ։ Այս բարագայում, երբ որ իրավունքներից ենք խոսում, մեզ մոտ օրինակ մենք դեռ չենք էլ գիտակցում, հա, որ քաղաքացին ինքը իրավունքներ ունի, իշխանությունը պարտականություններ, այդ պարզ բանը մենք դեռ չենք հասկացել եւ այսօր մենք տեսնում ենք, որ մեր հայ գերիներ վտանգների են ենթարկվում Բաքվի բանտում, այդ կեղծ արդարադատությունը, որը այնտեղ է իրականացվում, եւ տեսնում ենք, որ նոր ինչ որ մարդիկ դուրս են գալիս ՄԱԿ-ի գրասենյակի արչեւ իրենց բողոքի, բայց դա ինչ է տալու, երբ որ իշխանությունները մատը մատին չեն տալիս։ Դա ոչ մի բան չի տալու, դուք լավ նշեցիք պետության պարտավորության մասին։ Պետությունները ի սկզբանե ստեղծվում են իշխանության պարտավորության ավելի ճիշտ, պետությունները ստեղծվում են տվյալ տեսակի ժողովրդին անվտանգություն ապահովելու համար։ Պետության նպատակը դա է, այլ նպատակ չունի պետություն, պետությունը որպես այդպիսին միավոր ստեղծվելու։ Եվ ցանկացած իշխանություն պարտավոր է այդ անվտանգային ծառայությունը մատուցել իր քաղաքացուն։ Եվ եթե հայկական անձնագիրը վերցնենք ու ցանկացած պետության անձնագիր է, դա իրականություն է բոլոր ժողովուրդների դեպքում։ Մեր անձնագրի հետևում թե դիմացը միտեղ էջի վրա գրված է։ Տվյալ անձնագրի կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ներքո, ճիշտ է։ Հիմա մենք հարց ենք տալիս, Բաքվի բանտերում գտնվող անձինք, որոնք ունեին Հայաստանի Հանրապետության անձնագիր, ինչու Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ներքո չեն։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը հանձինս այս իշխանության այդ մարդկանց հետ բերելու խնդիրները ՄԱԿ-ի եւ այլ միջազգային բարձր ամբիոններից ամեները ռեժիմով չի բարձրացնում, հետամոտ չի լինում։ Այն ձևական ստից մեկ-մեկ որ խոսում են, դա բան չի էլի։ Ինչու չի անում այդ ամեն ինչը։ Եվ հետեւաբար այդ չանելու եւ իրենց վարքագծին էլ, երբ որ նույն այդ իշխանության մաս կազմող անձինք մտքեր են արտահայտում, խոսում են, հասկանում ես, որ իրանք դիտավորել դա չեն անում։ Եվ կարողանում ենք ենթադրել նաև իրենց վարքագծից, որ նույնիսկ իրենց ու Ալիևի մեջ կա հավանական պայմանավորվածություն, այս ենթադրությունը կրկին անում ենք իրենց վարքագծից ելնելով։ Պայմանավորություն առայն, որ ովքեր որ Արցախի անկախության համար կռվ էին անում, պետք է պատժվեն ի ցուցադրություն ամբողջ հայ ժողովրդի, որ էլ նման այսպես ասած հանդգնություն ոչ մեկ չունենա։ Բայց ես ուզում եմ հայ ժողովրդին ասում վատ կամ լավ բան ասել, հա, այդ առումով եւ վատ։ Եթե հայ ժողովուրդը հրաժարվի իր իրավունքից եւ այդ իրավունքի մաս է անբաժանելի Արցախի հայկական լինելը, ապա Հայաստանը հրաժարվելու է նույն հաջողությամբ եւ Սյունիքից եւ այս մնացյալ տարածքներից, որտեղ մենք հիմա ապրում ենք, այդ թվում Երևանը։ Եվ Ադրբեջանը հիմա դրա համար իր պլանը, այսպես ասած, Հայաստանի գրավելու գծել է հիմիկվանից էլ իրեն ավելի ցուցադրաբար ցույց է դնում բոլորին, նաև հայերին, ասելով, որ 300,000 մարդ պիտի վերաբնակեցնեմ ստեղ, Երևանի խանություն, մյուս, հա, այսինքն այն պարսիկների տիրապետության օրոք եւ պարսկական ուժերի տակ էր Երևանը, դա գիտենք, որ նաև պարսիկներն էին այնպես անում, որ հայերը մեծամասնություն չլինեն եւ պարբերաբար տեղանում էին հայերին տան Պարսկաստան, պարսիկներին բերին նստում էին այստեղ Երևան։ Եվ այդ պարսիկների, պարսիկ քաղաքացիների մի որոշ մասը նաև ադրբեջանական, այսպես ասած, որ հետո որպես տեսակ առաջացան, այդ թաթարները ավելի ճիշտ, դրանց
տեսակն են, հա, հենց բուն պարսիկ չեն եւ դրանից ելնելով են ադրբեջանցիները այտենց հայտարարություններ անում։ Մի խոսքով էս ինչի համար եմ սրա մասին խոսք բացում։ Հայաստանը գրավելու պլանը կա բոլորի առաջը։ Չգիտես ինչի հայ ժողովուրդը դա լուրջ չի ընդունում։ Չգիտես ինչի։ Երբ որ այդ մարդիկ շատ ուրջ Թուրքիան էլ Ադրբեջանը դրա շուրջ աշխատում են։ Չգիտես ինչի նաեւ հայ ժողովուրդը ասենց пассив կեցվածքով է այն առումով, որ հա դե ինչ կարանք անենք մեծ պետություններ։ Այն որ 20-30 ինչ 20-30 3 տարի առաջ ու 20-30 տարի մենք Արցախի համար կռիվ էինք կարել Արցախը մերն էր, այդ ժամանակ այդ մարդիկ չէին հիշում, որ օրինակ Թուրքիան 50 միլիոնա, 80 միլիոնա եւ այլն, չէ, Ադրբեջանն էլ 2-3 անգամ մեզնից շատ։ Այդ միշտ էլ եղել է, բայց ոնց էր այն ժամանակ ստացվեց, իսկ հիմա դա անհնար է։ Կամ ինչ է նշանակում ուժը չափել պետության տարածքի չափով, բնակչության չափով։ Այսինքն սրանք էս ինչի համար եմ ասում, պետությունների մինչև ուժը պատերազմելու տեսանկյունից չի չափվում դրանով։ Չափվում է գիտության մեջ առաջընթացով։ Հա։ Եթե ու այսպիսի տեսությունը հետեւյալն է ներկայի պատերազմներում հաղթելու են նրանք, ովքեր կամ շատ հարուստ են, կամ ունեն ուժեղ զարգացած գիտություն եւ արդյունաբերություն։ Այդ ինչ է նշանակում, որ նույնիսկ փոքր ժողովուրդները կարող են գիտության բարիքներից օգտվել, շատ ուժեղանալ եւ հաղթել մեծ ժողովուրդներին, ինչը Իսրայելը իր օրինակով բազում անգամներ ցույց է տվել։ Իր հիմնադրման օրվանից 800,000 հոգով սկսելով հիմա արդեն 8 միլիոնից ավել են, ու այդ 800,000 ժամանակից սկսելուց 1 միլիոն հոգով հաղթել են Հարևան, Եգիպտոս, այն մյուս բոլոր Լիբանան, մյուս իր դեմ պատերազմող Սիրիա պետություններին միանգամից, երբ որ իր դեմ պատերազմում են, հիմա մարդիկ կասեն դե ԱՄՆ-ը աջակցում էր, բայց այդպես չի։ Եթե դու չես պատերազմում, ով ուզում է աջակցի, եւ թե դու քո իրավունքի համար կռիվ չես անում, ով ուզում է աջակցի, մեկը չի ստացվելու։ Մեկը չի ստացվելու։ Հիմա այս առումով քարոզչությունը, այդ կեղտոտ քարոզչությունը մարդկանց մեջ, քաղաքականությունը, անբարոյականությունը չզբաղվեք, այդ նշանակում է քաղաքականությունը ինչ է։ Ես ինչ պետություն եմ ուզում, ինչ միջավայր եմ ուզում, հա, երբ որ դու հրաժարվում ես դրանից դա անբարոյականություն կոչելով, ավտոմատ իրավունք ես տալի, որ քո կյանքը, քո ապրելակերպը որոշեն օտարները։ Այդ անընդհատ ռեժիմով քարոզվում է Հայաստանում։ Երկրորդ քարոզվում է, որ հա դե համակերպեք, ինչ կարաք անեք, որ այս ամեն ինչի հետ։ Ոնց չենք կարա։ Այն էլ ոնց կարանք։ Կարանք նույնիսկ ամբողջ Ադրբեջանը գրավենք, Թուրքիան լնդը նստած ոչ մի բան չկարողանա անի։ Ու կարող ենք։ Դե աշխատանքից դուրս կհանեն։ Չեմ ասում մեր նպատակը այդ է, բայց ուզում եմ ասեմ կարող ենք։ Էլի եմ կրկնում։ Հիմա 18-րդ դար չի, որ ձիով ու թրով են կռվում, հա։ Հիմա 21-րդ դարն է եւ գիտությունն ու տեխնոլոգիաները հասում են նաեւ մեզ կարողությունների առումով, ամեն ինչ ստեղ է։ Եթե մենք ասում ենք կարող ենք, մենք սովորում ենք այդ ամեն ինչը եւ այդ դարձնում ենք ուժ։ Եթե մենք ասում ենք ադե համակերպենք, ինչ կարող ենք անել իրենք ուժան, ոչ մի բան չի ստացվի։ Այսինքն մեզ շարունակաբար քարոզում են 1 քաղաքականությունը վատագործ չունեք, երկրորդ քարոզում են հադե համակերպեք, ինչ կարող անել իրանք մեծ են ուժեղ են, երրորդ քարոզում են, որ Ռուսաստանը թշնամի է, Ռուսաստանի դեմ պետք է ասեն, Ռուսաստանն է մեղավոր, որ դու անկախություն չունես մինչ օրս։ Ուրեմն ես վատ լուր ասեմ բոլոր հայերի համար։ Այն օրը, որ Ռուսաստանը փլուզվի ու գոյություն չունենա, որպես այսպիսի մեծ ու փոքր Ռուսաստան լինի, այսինքն այս նույն հարավի պետությունները կտրվեն իրանից, Հայաստանը ընդհանրապես կորելու է քարտեզի երեսից։ Ես չեմ ասում սա նրա համար, որ Ռուսաստանն է Հայաստանը պահում, բայց ես ասում եմ սա նրա համար, որ եթե հիմա մեր հարավը, մեր հյուսիսը, Վրաստանից հետո Ռուսաստանն է, որը քրիստոնյա պետություն է եւ մեր հետ լավից վատից ընդհանուր շահեր ունի, ընդհանուր շահերից ամենագլխավորը ասեցի, որ թուրքական աշխարհները չկպնեն ուժեղանան եւ իր դեմ դուրս չգան։ Այդ ժամանակ, երբ որ Ռուսաստանը փլուզվի, մեր ամբողջ շուրջը հայտնվելու են այդ թվում հյուսիսում մուսուլմանական պետություններ։
Եվ մեր գոյությունը ստեղ այդ թվում Վրաստանը հələ մի կերպ կարող է գոյատևի։ Ծով ունի դեպի Եվրոպա ելք ունի։ Մեր գոյությունը լրիվ դառնում է անիմաստ։ Ոչ մեկին պետք չի լինում։ Որպես պետություն միանշանակ կվերանա։ Հետևաբար, ինչքան էլ մենք Ռուսաստանի հետ ունենանք որոշակի դրվագներով հակասություններ, ինչքան էլ որ Արցախի կորստի հարցում Ռուսաստանն էլ նաև իր պասիվության, իր դիրքորոշման գործոնը կա, Ռուսաստանը այն ուժն է, որին մենք խելացի լինելու դեպքում կարող ենք ունենալ իր հովանավորչությունը, նաև նրա համար, որ ունենք 2 միլիոնից ավել համայնք այնտեղ, այդ համայնքին, եթե Հայաստանում լինեն հայկական իշխանություններ, այդ համայնքը պետք է դառնա քաղաքական համայնք, այդ նշանակում է, որ այդ համայնքը պետք է հասկանա, որ այնպես ինչպես ԱՄՆ-ում իսրայելական համայնքն է անում, պետք է այդ համայնքը աշխատի նրա համար, որ Հայաստան պետությունը ուժեղացվի, դրա համար նշանակում է իրենք պետք է ռուսական պարլամենտում էլ լինեն, պետք է լինեն տարբեր քաղաքական պաշտոնների, կուսակցություններում ռուսական, իշխանության մեջ ռուսական, հա։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից մեծ օգուտներ կսկսի քաղել։ Եվ պարոն Ավետիսյան, ես նաև կուզենամ հասկանալ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո էլի հա մենք ինչ որ այսպես ներքին զրույցների ընթացքում փորձում ենք հասկանալ ինչ է սպասում Հայաստանին։ Որտեղ ասում են հեսա ուր որ Ուկրաինան կվերջանա պատերազմը, տեսեք, ամենայն ճակատագիրը կորոշվի։ Ամենայն հավանականությամբ Ուկրաինայի հարցը առաջիկա ամիսներին կորոշվի, եթե Ուկրաինայի նախագահը շատ չընդդիմանա, որովհետև առայժմ ընդդիմանում է։ Դե մեկա ճար չունի ինքը վերջում։ Ճար չունի, բայց քանի դեռ նրան դեռ Եվրոպան զենք մատակարարի, պարտքով փող տա եւ այլն, նա հələ կռվելու է, որովհետև արդեն Զելենսկին իր անձնական կյանքն է վտանգված, դրա կռիվն է տալիս։ Որովհետև եթե նահանջի երաշխիք չունի։ Այո, երաշխիք չունի, նահանջի եւ այլն, այդ ժողովուրդը այդ կորուստները միլիոնների ու այդ տարածքների իր վրա է թողնելու, ինչը այդպես է, էլի։ Եվ նա փորձում է շարունակել այնքան ժամանակ, որ Եվրոպայի ներքաշի պատերազմի մեջ։ Այդ ժամանակ ինքը կփրկվի։ Իր կարելի ասել Զելենսկու երազած վիճակը այդ է, դրա համար հենց մի բան լինում է, եթե հայտարարություններում շատ լինենք, վերեկենում հայտարարում է, որ սա հարված է արևմուտքին, ԵՄ-ի արժեքներին, սրան, նրան, ԵՄ-ն պետք է պատերազմի մեջ մտնի, թե չէ, սենց կլինի, այնպես կլինի, հա, նրա ուզածը դա է։ Նրանք իհարկե դա չեն ուզում։ Նրանց ուզածը ուրիշ բան էր, նրանց ուզածն էր Ուկրաինային փոխել Ռուսաստանից, որպեսզի ռեսուրսները իրենք օգտագործեն։ Ընդհանրապես այդ շատ པարզ է, հա։ Նույնն էլ էս մեր տարածաշրջանի հարցն է։ Հիմա եթե այդ հարցը փակվում է, Ռուսաստանը սկսելու է զբաղվել այս մի հարցով, որտեղ այստեղ թուլացած է իր դիրքերը։ Հիմա էլի ես շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ այս տարածքում լինի հայկական ուժեղ գործոն։ Ես վստահ ասում եմ շահագրգռ, նույնիսկ եթե ռուսական որևէ պաշտոնյա ասի չէ տենց չի չհավատակ դրան։ Կամ ինքը չի հասկանում, կամ դա հանրային խոսելու չի։ Ռուսաստանը շահագրգռված է թուրքական գործոնը զսպելու համար այս տարածաշրջանում ունենալու հայկական գործոն, ուժեղ գործոն։ Ուրիշ ոչ մի ժողովրդի այս տարածաշրջանում թուրքերը չեն ցեղասպանել։ Ուրիշ ոչ մի ժողովուրդ նկատում որ հիմա պետություն ունեն, ճիշտ է ասորին էլ ունեն ցեղասպանել եւ մյուսներին էլ, հա, բայց հայերն են, որ թուրքերի հանդեպ դարեր շարունակ դեռ, մինչև Թուրքիան չճանաչի հայերի ցեղասպանություն եւ հատուցում չտա, մենք իրենց թշնամի ենք դիտարկելու։ Դրա համար եմ ասում, արդարություն պետք է լինի։ Թուրքերին էլ ձեռնտու չի, որ մենք իրենց շարունակաբար թշնամի դիտարկենք։ Եվ հետեւաբար, եթե իրենք կարծում են, որ Հայաստանին անդադ ջարդելով կարողանալու են դա մոռացության տալ, այդտենց չի։ Արդարությունը վերականգնվում է ճանաչելով եւ հատուցելով, ինչը մենք ուզում ենք լինի։ Ինչ որ պահի իրենց մոտ էլ է դա լինելու, եթե մենք չենք նահանջում։ Հիմա եթե մենք հասկանում ենք, որ այդպես է, այդ ինչ է նշանակում։ Հայկական ուժեղ գործոն այստեղ նշանակում է հայկական շահերի պաշտպանություն հենց մեր կողմից առաջին հերթին։ Հայկական շահերի պաշտպանություն, ինչպես նախորդիվ ասեցի, նշանակում է, որ Արցախում պետք է ապրեն հայեր, նշանակում է, որ
ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա օրակարգում արտաքին քաղաքականության թիվ 1, որտեղ այդ մեր նաև անվտանգային հարց է լուծում օրակարգում եւ հայ ժողովրդին արդարություն բերելու հարց է լուծում, որը էլի մեր անվտանգության մաս է։ Եվ երրորդ, այդ մեզ պաշտպանում է մեր իրավունքների պաշտպանությունը առաջ տանելը, մեզ պաշտպանում է թուրքական ոտնձգություններից։ Եթե մենք այդ ամեն ինչը չենք անում, մենք Ռուսաստանին դառնում ենք անհետաքրքիր։ Հա? Եթե մենք մեր իրավունքների համար կռիվ չենք անում, Ռուսաստանը մեր հետ անելիք չունի։ Ռուսաստանը մեր հետ անելիք կունենա Ադրբեջանի միջոցով, Թուրքիայի միջոցով, մեզ պարտադրելով, մեզ պատժելով, մեզ ինչ-որ բան ստիպել անել տալով։ Իսկ այն օրը, որ մենք մեր իրավունքի համար կանգնենք, մենք Ռուսաստանին ասում ենք ընկեր ջան, մենք միջանց չենք ուզում, այն նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել եք, այնտեղ դրույթներ կան, խախտված են, արցախցիները պետք է հետ գնան Արցախ, դու էլ երաշխավորն ես այդ թղթի։ Հա? Այն նախորդ իշխանությունը, որ Արցախը ճանաչում էր Ադրբեջանի կազմում, դա ասկի պարլամենտ չի մտել։ Ինքնագլուխ այն մի հոգին, որը հայ ժողովրդի թշնամի է, ոնց ինչպես տեսնում ենք, արել է դա։ Որևէ իրավական փաստաթուղթ, որ այս երկրի որևէ օրենսդիր կամ չգիտեմ դատական մարմին հաստատել է սահմանադրական չկա, չէ, առայժմ չկա, հուսով եմ չի լինի։ Բայց նույնիսկ լինելու պարագայում, եթե Հայաստանի ներսում հայերը ոտի են կանգնում, հայերը շեշտում եմ, ոչ թե ժողովուրդը, հայ ժողովուրդը ոտքի է կանգնում եւ բերում է հայկական իշխանություն, այդ ամեն ինչը մաքրվելու է։ Եվ մենք Ռուսաստանի հետ հարաբերվելու ենք ուղիղ հետեւյալ կերպ։ Նոյեմբերի 9-ի թուղթը մեր համար կարող է ուժ ունենալ միայն մի պարագայում։ Երբ որ ուժ այն առումով, որ մենք կարող ենք դիտարկել դրա դրույթները անում ենք, թե չէ, հա, կարող ենք դիտարկել, ոչ թե ընդունում ենք։ Երբ որ Արցախցին կգնա Արցախի հայը ապրելու Արցախում, դուք էլ կապահովեք իր անվտանգությունը, եթե պետքա այլ, չգիտեմ, ՄԱԿ-ի ուժերը ներգրավվել։ Մենք այն ժամանակ կդիտարկենք այդ ճանապարհ բացում ենք, թե չենք բացում, բայց միջանց չլինելու միանշանակ, հա? Ճանապարհ, չգիտեմ, երկաթգիծ եք ուզում եւ այլն, կդիտարկենք, բայց ոչ թե միջանցք։ Տարբերությունը շատ մեծ է, էլի։ Շատ մեծ է։ Խոսանք բանը չի ասնի եկող տարվա ընտրություններ։ Հիմա տեսեք, ես չեմ կարծում, որ ընտրությունով իշխանափոխություն հնարավոր է Հայաստանում։ Ինչի՞։ Հիմա կհարցնեք, բա ժողովրդավարություն, բան, sense մարդիկ տենց են մտածում։ Նույն իմ հանդեպ, երբ որ իշխանությունը իրեն թույլ է տալիս իր քաղաքական ընդդիմադիրներին կեղծ քրեական գործերով ձերբակալելու, բռնելու, վրակները իրենց լռեցնելու, Էդգար Ղազարյանի գործը վերջին, չէ՞։ Եթե նման կեղծիքների է դիմում իշխանությունը, նա ոնց կարող է իմանալով, գիտակցելով, որ մի ամբողջ պետություն է փուրը տվել, Արցախի մասին է խոսքը։ 5000 ավել մարդ է զոհաբերել։ Վիրավորներին, մյուսներին հələ չենք խոսում։ Հայաստանի իրավունքներից հրաժարվելը մեզ այսպիսի ծանր վիճակում է դրել։ Մարտի 1-ի դեպքերով 8 թվի 10 մարդ զոհվեց փողոցում, հուշարձան են դրել, մեռան դատեր անելով, մինչև հիմա ասենք ինչ ասես անում են, չէ՞։ Իրենք ինչ են կարծում Նիկոլ Փաշինյան ու իր կողքի ուժեր։ Այս 5000 զոհնու այդ տասների կորուստը ոչ մեկ չի հիշելու, իրենց չեն դատելու, այդքան միամիտ են իրանք։ Հովանեսը չլինի, Արտուրը չլինի, Պողոսը չլինի, Պետրոսը չլինի, իրենց դատելու են, իրենք պետք է հասկանան դա։ Իրենք չեն մարսելու այդ ամեն ինչը։ Հիմա այս ինչի համար եմ ասում։ Մի իշխանություն, որ ես հասկանում եմ, ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է։ Նա թողելու է ընտրությունով իշխանություն փոխվի, իհարկե չի թողելու։ Իհարկե չի թողնելու։ Այդ տեղի կունենա այն ժամանակ, երբ որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնում, եւ միաձայն ասում են, չենք ուզում քեզ, դու գնում ես։ Երբ որ փողոցում դուրս կգայ, հիմա որ ես ասեմ, կասեք արդեն դուրս էր եկել, բայց այդ մի օր երկու օր հավաքվել միտեղ ու տուն գնալը հաշիվ չի։ Երբ որ փողոցում դուրս կգա առնվազն 50-60 հազար մարդ, եւ կազմակերպված, համակարգված ծրագրով, իր քաղաքական օրակարգով եւ իր առաջնորդներով կգա կնստի փողոցում, կասի ես չեմ գնում, մինչեւ դու չգնաս, նա գնալու է։ Այդ ոստիկանությունը հասնելու է մեր կողմ, ոստիկանության մեծ մասը մեր կողմն է։
Այս որ sense ասում են ոստիկանության, sense եթե կոպիտ տոկոսային բանով անձնական շփումներից ելնելով 90%-ը գիտակցում է մեր հետ ինչա կատարվում։ Որ սրանք ով են, ինչ են, հա։ Այդ մարդիկ են ուզում որ այդ process-ը լինի, բայց նաև նրանք ուզում են այնպես լինի, որ չստացվեց որ ոստիկանությունը դա արեց։ Այդ մեզ էլ ձեռնտու չի որպես պետություն։ Այսինքն դա պետք է ժողովուրդը անի։ Ժողովուրդը պետք է լի դուրս գա, խաղաղ անհնազանդություն է դա կոչվում։ Մի քիչ առաջ որ դուք եք շատ լավ ասում, մարդիկ ունեն իրավունքներ, պետություններ, պարտավորություն, այո։ Եվ մենք մեր իրավունքից մի կտոր զիջում ենք պետությանը նրա համար, որ ինքը մեզ պաշտպանի, ոչ թե մեր գլխին դգա նստի ու մեզ պարտադրի օտարորակարգեր։ Իշխանությունը մարդուց է, ժողովրդից է։ Նույնիսկ այն մարդը, որ չի համաձայնում սրա հետ եւ լռում է ու ոչ մի բան չի անում, ինքը չգիտակցելով իր իշխանությունը իր փոխարեն որոշումների կայացման տալիս է օրվա իշխանությանը։ Լռելով թեկուզ չհամաձայնելով կողք քաշվելով դու քո համաձայնությունն ես տալիս։ Ինչու՞, որտեվ դու հետևում ես խաղի կանոններին, հարկեր ես վճարում, համակերպության կանոններին ես հետևում, չանես քեզ ուղակի կմեկուսացնեն, հա, չես կարող չանել։ Եվ դրանով հանդերձ դու տալիս ես համաձայնություն օրվա իշխանությանը։ Հիմա այդ անհամաձայնությունը խաղաղ դրսևորվում է, երբ որ մարդը դուրս է գալիս, ասում անգեր, ես քեզ սրանից հետո հարկ չեմ վճարելու, ես սրանից հետո համակերպության կանոններին առանց ծեծ ու ջարդի չեմ ենթարկվելու, հա, մինչև դու չգնաս։ Բայց դա պետք է լինի կազմակերպված, համակարգված խաղաղ, ինչի, որ եթե կազմակերպված չլինի, ծեծ ու ջարդի է վերածվելու։ Այո։ Դա ամեն ինչը։ Սենց հեշտ ենք խոսում, ինքը դժվար աշխատանք է իրականում։ Բայց բանաձևը շատ հեշտ է, պարզ է, նկատի ունեմ ավելի ճիշտ, բայց աշխատանքը ծանր։ Դե 6 տարի արդեն պարոն Ավետիսյան։ Եթե այո, եթե մենք չկարողացանք այդ համակերպումը համակարգված։ Տեսեք, մարդիկ չեն հավատում այս շատերը քաղաքական ակտիվ գործիչների մասին խոսքը չեն հավատում այս բանաձևին։ Դրա համար է տանում։ Այս կարծում եմ չիմացության հարց է։ Վստահ եմ, լավ չիմացության հարց։ Ինչու՞, որովհետև ես ինքս շփվելով տարբեր արևմտյան ինստիտուտների, համալսարանների, կրթական, գիտական եւ այլ կենտրոնների հետ, ասենք լավագույն ուժը մարդու, լավագույն բանը այն դեպքում է լինում, երբ որ մարդիկ կազմակերպված են, համակարգված են եւ ունեն նպատակ, գիտեն ինչն անում։ Միակ ասենց ասեմ, անկոտրուն ուժը դա է։ Մնացած բոլոր դեպքերում, չգիտեմ, sense մի խմբով հավաքվեն, զինվեն, SNN-ն դրանք ոչ մի բան են, դրանք հետո ջարդվելու են։ Մարդկանց կազմակերպված, համակարգված, նպատակ ունեցող ուժի դեմ ոչ մի բան ոչ մեկ չի կարող անել։ Նույնիսկ գերտերությունները չեն կարող։ Մենք պատմության մեջ շատ ենք տեսել, թե ինչպես ԱՄՆ նահանջեց Վիետնամում, Ֆրանսիան նահանջեց Վիետնամում, այդ գերտերությունները չկարողացան ջարդել այդ ժողովրդի կամքը։ Քիչ էին, բայց կազմակերպված եւ համառ իրենց նպատակով։ Մեր գլխին ոչ մեկ չպետք է լինի, պետք է լինենք անկախ։ Եվ թագավորների գլուխներ էին կտրում։ Իհարկե, այսինքն այդ դեպքերը պատմության մեջ բազում են։ Մեր խնդիրը, գերխնդիրը կազմակերպված չլինելն է, նպատակի շուրջ չհավաքվելն է։ Հիմա այսինքն հետեւաբար ստացվում է, որ քաղաքական ուժերի, անձանց, խմբերի գերնպատակը պետք է լինի խմբավորել այդ բոլորը։ Բայց մենք շարունակաբար տեսնում ենք, որ դաշտում իրար են խփում անդադ, չէ՞։ Այդ պայմաններում տեղից էլ մենք ասացինք նաև, որ կա օտարորակարգեր դաշտում, քարոզչության տեսքով, մարդիկ sense մասնատված, հոգնած էս ամեն ինչից, ինչ որ մեկուսացած ամեն մեկը ինչ որ գործի մեջ գլուխը դրած, այդպես ապրում են։ Sense մենք պետությունը կորցնենք։ Այս շատ երկար խոսեցինք, բայց այս այն հարցի պատասխան, բա մեր վիճակը ինչ կլինի, որ Ուկրաինան ավարտվեց։ Այսինքն հեշտ չի, էլի կախված է լիքը գործոններից, ու հիմնականում կախված է հենց մեզանից։ Մենք ինչ կանենք։ Մենք մեզ ոնց կդրսևորենք, մենք մեզ պատասխանատու կդրսևորենք արդյոք, մենք կհասկանանք, որ պատմական շրջանում ենք ապրում։ Եթե անպատասխանատու ենք մեզ դրսևորում, եթե ասում ենք հա դե լավ իմ գործը չի, քաղաքական գործիչներ կան թողանեն, մենք դա մնալու ենք անտուն։ Մենք մնալու ենք անտուն։ Լավագույն դեպքը լինելու է, չգիտեմ, ինչ որ օտար պետության մեջ
Եվրոպաներում լավագույնն եմ ասում, հա։ Էլի տենց բայց անտերության մեջ ապրել է։ Մենք հայրենիք ենք կորցնելու են մարդիկ իրենց հարազատների գերեզմանները, կորցնելու են իրենց ծննդավայրերը, կորցնելու են իրենց հարազատ տները, այո։ Այդ ամեն ինչը առարկայական է, թղթի վրա չպետք է, ասենք, գրեն, ստորագրեն, կնքեն, մակով հաստատեն, որ նոր մարդիկ ասեն, հա, վայ, լինում է փաստորեն սենց, հա։ Մարդիկ պետքա հասկանան, չէ, որ նույն տրամաբանության մեջ, տեսեք, մենք ունենք Սևրի պայմանագիր, չէ, Օսմանյան կայսրության առաջ դրված։ Աթաթուրք ինչի է համարվում Թուրքիայի հայրը, թուրքերի հայրը։ Որտեղ մարդը դուրս եկավ այդ ամբողջ ԱՄՆ-ով, Եվրոպայով այդ գերտերությունով հաստատել էին, չէ՞, այդ պայմանագիրը, համաձայնագիրը, փաստաթուղթը։ Կիսել էին Թուրքիան, մեզ էլ էր մեծ կտոր բաժին ընկել։ Մարդը դուրս եկավ, ասեց չի նելու դա։ Նույնիսկ իր վրա գլխագին կար, նույն իր պետության ղեկավարի կողմից, Օսմանյան կայսրության։ Մարդը դուրս եկավ այդ ամեն ինչը մարդկանց համախմբեց, դե ինքը իհարկե մենակ չէր, թիմով, համախոհներով։ Մարդիկ դուրս եկան դրա դեմ, ճիշտ է, այս ամեն ինչը մեզ հակառակ է, եթե իրանք չհաջողեին մեզ համար լավ կլներ, բայց սա օրինակ եմ բերում, որ անհնարին դեպքերում էլ նույնիսկ հնարավոր է վիճակ փոխել։ Դե դրա համար մինչև հիմա էլ երկրպագում են Աթաթուրքին։ Հա, դրա համար համարվում է Թուրքիայի հայրը։ Բոլոր տեղերում իր նկարն է։ Հա, որովհետև մարդը փոխել է անփոխելին, այսպես ասած։ Հիմա մեր դեպքում այդ կարգի բաներ չկան նույնիսկ։ Մեզնից հասնում է ընդամենը փոխել այս իշխանությունը, երկրորդ քայլ։ Մեր իրավունքներին տեր լինել, այն ինչը խոսեցինք չկրկնենք։ Երրորդ քայլ, միջազգային հանրությանը նույն իր իրավունքի պետականաստեղծ եւ այլ դրույթներով պարտադրել, այո, հենց պարտադրել, որտեղ մենք էլ դրա մաս ենք, այդ իրավունքը ունենք պարտադրելու, որ Ադրբեջանին պարտադրեն նախ վերադարձնում են բոլոր հայ գերեվարվածներին, երկրորդ թույլատրում են, որ հայերը գնան ապրեն Արցախում։ Եվ դրան տալիս են անվտանգության երաշխիքներ, այդ թվում Ռուսաստանը։ Հավանականություն կա, որ դա տեղի չունենա, իհարկե կա, բայց այդ ընթացքում Հայաստանը նաև պետք է զորանա, ուժեղանա այդ իր իրավունքը պաշտպանելու համար։ Եվ դրա միակ զորավիգն ու երաշխավորը էսա գիտությունը։ Ուրիշ բան չկա, այդտեղ ոչ մի գերտերություն քո տեղը չի անելու։ Գերտերությանը կարաս բերես հովանավոր բարյաց կան, որ ասի ես քեզ կաջակցեմ, չգիտեմ, գիտություն զարգացրու, արդյունաբերություն ունեցի, ես ունեցի, այն ունեցի, բայց նաև քո տարածքը չպետք է դարձնես բուֆերային գոտի իմ դեմ կռիվ անելու։ Եթե դու դուրս եկար, քեզ պայծիր անպատասխանատու, որը մենք ենք արելի դեպ։ Եվ քո պետության տարածքը սկսել ես թույլ տալ օգտագործեն իմ դեմ, ես քանդելու եմ քո պետությունը։ Այդ բանաձևը շատ պարզ է։ Ուկրաինան աշկերտից առաջ, Վրաստանը աշկերտից առաջ, մենք աշկերտից առաջ Արցախով հանդերձ։ Բանաձևը էսա, շատ պարզ է։ Ուղղակի այս պարզ բանաձևը մարդիկ ինչի չեն հասկանում, անընդհատ խաբում են մարդկանց, անընդհատ։ Շարունակաբար խաբում են, ասելով, որ ռուսները չեն ուզում, որ դու պետություն ունենաս։ Այդտենց չի։ Այդտենց չի։ Ռուսը չի ուզենա դու պետություն ունենաս, ելի եմ կրկնում, երբ որ դու քո պետությունը թույլատրես օգտագործեն իր դեմ։ Ինչը որ այսօր արվում է։ Ինչը որ այսօր արվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։